չեք տալի տղե։ Որը դուք ծապ տղեք այա։ Բարի երեկո հարգելի ֆուտբոլասերներ, խաղային շաբաթը մեզ մոտ կարծես թե ավարտվում է եւ այսօր վերջին օրն է խաղային շաբաթվա եւ վերջին հանդիպումներն են լինելու 1-8 եզրափակչի առաջին մրցավեճի այսօր երկու հանդիպում է լինելու զուգահեռաբար, բայց միայն մեկն ենք հիմա մենք միասին դիտելու, որտեղ մրցում են Կադիսը եւ Ատլետիկոն, տեսնում ենք խաղը մեկնարկեց։ Հետաքրքիր հանդիպման ենք ականատես լինելու իմ կարծիքով, հիմա արագ անցնենք հիմնական հայտարարություններին թիմերի Կադիսի դարպասը պաշտպանում է համար 1 Մարտին Ստեփանյանը, համար 3 Վարազդա Դուրգարյան, համար 4 Հայկ Ղևոնդյան, համար 5 Կարեն Ավետիսյան, համար 9 Սերապ Բաբաբլոյան, համար 10 Սևա Դավանյան, համար 14 Արմեն Բաբախանյան, համար 23 Ռուբիկ Ջուլակյան, համար 77 Ասատուր Հակոբյան, համար 80 Ռոբերտ Ֆիդանյան և համար 27 Կարեն Շիրխանյան։ Ատլետիկոյի դարպասը պաշտպանում է համար 1 Աշոտ Գասպարյանը, համար 5 Գոր Մարգարյան, համար 6 Արման Ավդալյան, համար 8 Թովմաս Սարգսյան, համար 9 Գագիկ Ակուլյան, համար 10 Վահե Գալստյան, համար 11 Ռաֆայել Ազիզյան, համար 19 Օքսեն Աբրահամյան, համար 20 Արթուր Ղանդիլյան, համար 21 Հարություն Դունամալյան և համար 22 Ռաֆո Մկրչյան։ Իսկ թիմի գլխավոր մարզիչն է Հայկ Միրզոյանը։ Խաղի մրցավարն էլ Վահագն Ակուլյանն է։ Տեսնում ենք, որ թիմերը փորձում են իրենց առաջին գրոհը կազմակերպել այս խաղում։ Նշեմ Ատլետիկոն իր խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը 17 խաղից վաստակելով 49 միավոր անպարտելի էր Ատլետիկոն ամբողջ խմբային փուլում 16 հաղթանակ տոնեց և մեկ անգամ էլ ոչ ոքի գրանցեց Ատլետիկոն հիանալի խմբային փուլ անցկացրեց, հիմա նրանք 1-8-ում են, տեսնում ենք հիմա Կադիսն է ստանդարտ վաստակել, Ջուլակյան փոխանցում հեռացված է գնդակը, իսկ Կադիսը իր խմբում 17 խաղից հետո 28 միավոր վաստակեց և գտնվեց 8-րդ հորիզոնականում։ Նրանք էլ մի փոքր անկային գործեցին մրցաշարի միջնամասում, բայց կարողացան ի վերջո փլեյոֆի ուղեգիր վաստակել, հիմա երկու թիմերը միմյանց հետ են մրցում, տեսնենք ինչպիսի պայքար կառաջարկեն մեզ։ Ատլետիկոն է, տեսնում ենք գրող կառուցում, Ակուլյանը փոխանցում կատարեց Դունամալյանին, Դունամալյանն է գնդակով, նրա փոխանցումը չստացվեց և հեռացված է գնդակը, բայց Կադիսինն է լինելու ի վերջո գնդակը։ Հակոբյան հերվից հարված, բայց շեղ ընթացավ Ասատուր Հակոբյանի հարվածը կա, առաջին հարվածը այս խաղի սիրելի ֆուտբոլասերներ, Ասատուր Հակոբյանը հարվածեց հերվից, բայց շեղ ընթացավ նրա հարվածը։ Հիմա տեսնենք ինչպես կպատասխանի Ատլետիկոն Կադիսին։
Նորից Կադիսն է գրոյի անցել Ֆիդանյան, կենտրոնում է Ֆիդանյանը, փոխանցում նրա փոխանցման ճանապարհը փակեցին, բայց մնում է Ֆիդանյանը գնդակով եւ խաղիկահորները խախտեցին նրա այդ պայքարում։ Հարակ խաղարկեցին Ավետիսյան, երկար փոխանցում, հրաշալի փոխանցում, հիմա տեսանք Ավետիսյանից ուղղված էր այս փոխանցումը Սևադա Օհանյանին, բայց կարողացավ այս իրավիճակում Կադիսը անկյունային վաստակել, առաջին անկյունային է այս խաղի, Ատլետիկոյի դարպասին է լինելու, Հակոբյանն է գնդակի մոտ, տեսնենք այս ստանդարտը ինչպես կիրացնեն Կադիսի ֆուտբոլիստները, փոխանցում եւ վտանգավոր էր, հիմա տեսնում ենք, բայց նորից անկյունային է լինելու, այս անգամ մյուս եզրից, հիմա էլ Շիրխանյանն է մատուցելու, փոխանցում Տուգանային հրապարակ, հիմա էլ Ավետիսյանն է հարվածում, բայց շեղ ընթացավ հիմա էլ Կարեն Ավետիսյանի հարվածը, տեսնում ենք, որ ակտիվ են այս րոպեների ընթացքում Կադիսի տղաները, այս պայն Ատլետիկոն դեռ հարված չի կատարել, Կադիսի դարպասին նորից հեռար, հարված հիմա էլ Ռոբերտ Ֆիդանյանը փորձեց ներողություն գրավել Ատլետիկոյի դարպասը, բայց նրա հարվածն էլ շեղ ընթացավ, Մեկնարկը տեսնում ենք հաջող են, խաղի մեկնարկը հաջող են գործում մի փոքր Կադիսի ֆուտբոլիստները, հիմա էլ հակառակ ուղղությամբ անկյունային կարող ենք տեսնել, Ատլետիկոն է վաստակել, փոխանցում Տուգանային հրապարակ, հեռացված է գնդակը, բայց մնում է Ատլետիկոյի մոտ գնդակը, տեսնենք խաղարկում են հիմա, փոխանցում Տուգանային հրապարակ եւ հարված վտանգավոր էր այստեղ տեսնում ենք Ատլետիկոյի ֆուտբոլիստի հարվածը, բայց մի փոքր շեղ ընթացավ, Ատլետիկոն էլ արդեն առաջին հարվածը այսօր կատարեց, եւ խլեցին արագ գնդակը, շարժվում են առաջ, Դունամալյան հարված, Դունամալյանի հարվածը մի փոքր չստացվեց այս դրվագում, տեսնում ենք Ատլետիկոն էլ ակտիվացավ մի փոքր, էլ հանգիստ հիմա կիսադաշտը անցան Կադիսի տղաները, բայց պաշտպանությունում էլ լավ գործեց հիմա Ատլետիկոյի ֆուտբոլիստը, վտանգավոր կարող է լինել հարված եւ Սևադա Օհանյանն է հիմա հարված կատարեց, բայց բարձր ընթացավ նրա հարվածը, տեսնում ենք, որ արդեն մի քանի հարված են կատարել հեռվից Կադիսի ֆուտբոլիստները, բայց կամ շեղ են ընթացել, կամ բարձր, նորից Կադիսն է գրում, Շիրխանյան վտանգավոր կարող է լինել, հարված Շիրխանյանի հարվածը հիմա էլ շեղ է ընթանում, դեռ չեն կարողանում դիպուկ հարված կատարել Կադիսի ֆուտբոլիստները այս խաղում, բայց շատ են արդեն հարված կատարել այս խաղում, նշեմ, որ զուգահեռաբար ընթանում է մեզ մոտ Էկուտ եզրափակչի Ատալանտա Աջափնյակ հանդիպումը, այնտեղ էլ շատ հետաքրքիր հանդիպում է ընթանում,
Նշեմ, որ այս զույգի հաղթողը մրցելու է Manchester City կապի զույգի հաղթողի հետ։ Այնտեղ էլ երկու թիմեր հիանալի հանդիպել են միմյանց եւ կարող են այս զույգի հաղթողը բարդ մրցակցի հանդիպել, բայց տեսնենք ի վերջո ով կանցնի քարտ եզրափակիչ արված եւ վտանգավոր է հիմա վտանգավոր դիրքում խախտեց կանոնները Կադիսի ֆուտբոլիստը եւ դեղին քարտ է վաստակում այստեղ Կարեն Ավետիսյանը հիմա ցավոտ հարված է ստացել Ատլետիկոյի ֆուտբոլիստը այս դրվագում Տեսնում ենք դեռ խոտածածկին է Ատլետիկոյի ֆուտբոլիստը Շատ կոպիտ այստեղ գործեց տեսնում ենք Կարեն Ավետիսյանը Հիմա վտանգավոր դիրքում Տուգանային հարված է վաստակել Ատլետիկոն Տեսնենք ինչպես կիրացնեն այս ստանդարտը Ատլետիկոյի ֆուտբոլիստները Տեսնում ենք որ խաղադաշտը լքեց Ատլետիկոյի ֆուտբոլիստը Վայ Գալեսյանն էր կարծես թե վնասված կստացել, շատ ցավոտ հարված ստացավ ոտքին վերջինս, տեսնենք այս Տուգանային հարվածը ինչպես կիրացնի Ատլետիկոն Սուլի չկա, հարված և պաշտպանին դիպչեց գնդակը, ոչ, հենց խաղանկերոջը դիպավ գնդակը վերջին պահին և եզրային նետում է վաստակել այստեղ Կադիսը, Դատարակ վերադրացեց գնդակը Ատլետիկոն, բայց Դունամալյանի փոխանցումը այստեղ մի փոքր ուժեղ էր, արագ խաղարկեց Կադիսը գնդակը Լավ խաղարկեցին, հիմա ձախ եզրում է հայտնվել Կարեն Շիրխանյանը Փորձելու է շրջանցել, բայց փոխանցում կատարեց դեպի Օհանյանը, թողնում է Օհանյանը Ֆիդանյանին, հարված փակեց պաշտպան այս հարվածի ճանապարհը Ռոբերտ Ֆիդանյանի, բայց մնում է գնդակը Կադիսին, Շիրխանյան կենտրոնում է, գեղեցիկ անցում Շիրխանյան, տեսնենք, բայց վերջին պաշտպանին չկարողացավ անցնել Առանցքային ֆուտբոլիստներից է Կարեն Շիրխանյանը իր թիմում հրաշալի մարզավիճակում է գտնվում և շատ կարևոր դեր է խաղում, ամեն խաղում Տեսնում ենք մի փոքր հանգստացրեց խաղի տեմպը Ատլետիկոն մեր մանր խաղարկումներով փորձում են գրով կազմակերպել, բայց հեռացված է գնդակը Կարող են հակագրոել Կադիսի ֆուտբոլիստները Ֆիդանյանն է շարժվում առաջ, ձախ եզրում է Շիրխանյանը, փոխանցեց իր վերջո Շիրխանյանին, փոխանցում, բայց Աշոտ Գասպարյանը վերցնում է գնդակը և սկսում իր թիմի հերթական գրողներից մեկը Ակուլյան շարժվում է առաջ, շերվից արված, բայց բարձր արվածեց հիմա Դագին Ակուլյանը
Առաջին խաղակեսի միջնամասն է մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ, այս պահին հաշիվը դեռ բացված չէ, բայց հետաքրքիր հանդիպում է ընթանում, հիմա անկյունային վաստակեց այս դրվագում Կադիսը և տեսնենք ինչպես կիրացնեն այս ստանդարտը։ Փոխանցում Տուգանային հրապարակ, պաշտպանն է հեռացնում գնդակը, նորից փոխանցում, բայց Գասպարյանը վերցնում է գնդակը և արագ նետում կատարում, այստեղ էլ Ավետիսյանն է հրաշալի գործում պաշտպանությունում, երկար փոխանցում, բայց ում էր ուղղված այս փոխանցումը, ուղղված էր Ռուբիկ Ջուլակյանին, բայց վերջինս մի փոքր այլ ուղղությամբ էր շարժվում և չկարողացավ այս դրվագում եզրափակել Ավետիսյանի փոխանցումը։ Նայլ երթական գրողներից մեկը չստացվեց Ատլետիկոյի, Օհանյանն է հիմա տիրում գնդակին։ Փոխում է եզրը Ավետիսյան, բայց չի կարողանում պահել Կարեն Ավետիսյանը գնդակը, տեսնում ենք, որ խոտածածկը թաց է։ Տեսնում ենք գնդակը դաշտի սահմաններից դուրս է եկել այս դրվագում և գնդակը լինելու է Կադիսինը։ Էլ խաղի կանոնների խախտում աչեզրում և վտանգավոր խաղաց այս պայքարում Ատլետիկոյի ֆուտբոլիստը և ստանդարտի իրավունք են նորից վաստակել Կադիսի տղաները։ Ֆիդանյանն է գնդակի մոտ, Սուլի չկա, տեսնենք Ֆիդանյանը ինչպես կիրացնի, Ֆիդանյան հերվից հարված և փրկում է Աշոտ Գասպարյանը իր թիմին, հիմա էլ Ավետիսյանի հարվածից հետո պաշտպանն է կարծես թե փակում այդ հարվածի ճանապարհը, շատ վտանգավոր էր, տեսնում ենք Կադիսի ստանդարտը, փրկվեց ուղղակի այս դրվագում Ատլետիկոն։ Մի փոքր առավելություն ունի, տեսնում ենք Կադիսը Ատլետիկոյի նկատմամբ այս խաղում, թե հարվածների առումով, թե տարածքային, բայց այս պահին երկու թիմերին էլ չի հաջողվում հաշվի մեջ առաջ անցնել։ Նորից չստացվեց Ատլետիկոյի մոտ կարծես թե գրո իրականացնել, ոչ, կարողացան ի վերջո այս իրավիճակում անկյունային կորզել, ներողություն եզրային նետում, Տանգավոր կարող է լինել այստեղ Շիրխանյանն էր փորձում գնդակը խլել Ակուլյանից, բայց կարողացավ պահել իր մոտ Գագիկ Ակուլյանը գնդակը, փոխեց գրոյի եզրը։ Ատլետիկոն է գրում,
Դանյանը հիմա հրաշալի գործեց եւ խլեց գնդակը, փոխանցեց առաջ եւ դեպի թիմակիցը Շիրխանյան արված եւ անկյունային է ի վերջո կարողանում վաստակել Կադիսը, այստեղ նորից հերվից հարված տեսանք Կարեն Շիրխանյանի կողմից Շիրխանյան փոխանցում հեռացված է գնդակը կարող է հակագրել Ատլետիկոն շարժվում են առաջ Դունամալյան աչեզնում է թիմակիցը եւ շարունակում է մնալ Ատլետիկոյի մոտ գնդակը փոխանցում նորից Դունամալյանին հարված է պետք կատարել բայց այստեղ էլ գեղեցիկ սահանգում կատարեց Կարեն Ավետիսյանը Հրաշալի գործեց ուղակի Կադիսի ֆուտբոլիստ այս դրվագում Նորից Ատլետիկոն է տեսնում ենք գրոհում Եվ հիմա վտանգավոր դիրքում Տուգանային է վաստակել Ատլետիկոն Կարեն Շիրխանյանը խախտեց Ակուլյանի նկատմամբ խաղի կանոնները տեսնենք այս ստանդարտին ինչպես կիրացնի Ատլետիկոն Դունամալյանն է գնդակը վերցրել Նա էլ շատ լավ հեռար հարվածներ ունի, տեսնենք ինչպես կիրացնի այս ստանդարտը, սուլի չկա, Դունամալյան հարված, բայց Ավետիսյանն է նորից հեռացնում գնդակը, հրաշալի է ուղղակի այսօր խաղում Կարեն Ավետիսյանը, Նշեմ զուգահեռաբար հանդիպան մասին այս պահի դրությամբ այնտեղ Ատալանտան հաղթում է Աջապտյակին 3-0 հաշվով եւ այս պահին մեծ առավելություն է ստացել հրաշալի հանդիպում է այնտեղ ընթանում դեռ մեզ մոտ հաշիվը բացված չէ բայց Ակտիվ են գործում թիմերը նորից Ավետիսյանը լավ գործեց պաշտպանությունում եւ անկյունային է վաստակում Ատլետիկոն Փոխանցում Տուգանային հրապարակ արված վտանգավոր էր Բայց կարծես թե նորից պետք է այս անկյունային է իրացնել շատ վտանգավոր հարված հիմա տեսանք Ատլետիկոյի ֆուտբոլիստի կողմից Իրացված է արված և այլ պաշտպանն է փրկում այստեղ Ատլետիկոյի ֆուտբոլիստի հարվածից հետո և հեռացնում գնդակը նորից վտանգավոր էր տեսնում ենք Ատլետիկոյի անկյունայինը Փրկվեց այս դրվագում Կադիսը
Շատ քիչ ժամանակ է մնացել սիրելի ֆուտբոլասերները առաջին խաղակեսի ավարտին, ընդամենը 1 րոպե։ Հիմա վերջին գրողներից մեկը կարող ենք տեսնել Ատլետիկոն է գրոհում, բայց չստացվեց նրանց գրոհ, Ջուլակյանը այստեղ լավ գործեց պաշտպանությունում։ Երկար փոխանցում դեպի Շիրխանյանը, պահում է գնդակը Շիրխանյանը իր մոտ եւ եզրային նետում է Վաստակում։ Եվ վերջ, սիրելի ֆուտբոլասերներ, առաջին խաղակեսը մեզ մոտ ավարտված է, այս պահի դրությամբ դեռ հանդիպան հաշիվը բացված չէ, 0-ներ են մեզ մոտ, հիմա ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից։ Սիրելի ֆուտբոլասերներ, վերադարձանք եւ երկրորդ խաղակեսը մեկնարկեց մեզ մոտ, առաջին կեսից հետո 0-ներ են։ Հանդիպան հաշիվը այս պահին բացված չէ, բայց հետաքրքիր հանդիպում է ընթանում խաղադաշտում, երկու թիմերն էլ ակտիվ են, բայց մի փոքր առավելություն ունի այս պահի դրությամբ Կադիսը։ Հիմա տեսնենք երկրորդ խաղակեսում ինչ թիմերը միմյանց կառաջարկեն։ Ի վերջո կկարողանան ինչ-որ մեկը հանդիպան հաշիվը բացել, տեսնենք հիմա խաղը ցույց կտա, հիմա արագ վերհիշենք թիմերի հայտարարությունները, Կադիսի դարպասը պաշտպանում է համար 1 Մարտին Ստեփանյանը, համար 3 Վարազդատ Դուրգարյան, համար 4 Հայկ Ղևոնդյան, համար 5 Կարեն Ավետիսյան, համար 9 Սրապ Բաբաբլոյան, համար 10 Սևա Դավանյան, համար 14 Արմեն Բաբախանյան, համար 23 Ռուբիկ Ջուլակյան, համար 27 Կարեն Շիրխանյան, համար 77 Ասատուր Հակոբյան եւ համար 80 Ռոբերտ Ֆիդանյան։ Նա տեսնում ենք Տուգանային է վաստակել Ատլետիկոն եւ Հայկ Ղևոնդյանն է տեսնում ենք հենց երկրորդ խաղակեսի մեկնարկում դեղին քարտ ստանում։ Ատլետիկոյի դարպասը պաշտպանում է համար 1 Աշոտ Գասպարյանը, համար 5 Գոր Մարգարյան, համար 6 Արման Ավդալյան, համար 8 Թովմաս Սարգսյան, համար 9 Գագիկ Ակուլյան, համար 10 Վայե Գալստյան, համար 11 Ռաֆայել Ազիզյան, համար 19 Օքսեն Աբրահամյան, համար 20 Արթուր Ղանդիլյան, համար 21 Հարություն Դունամալյան եւ համար 22 Ռաֆա Մկրտչյան։ Իսկ թիմի գլխավոր մարզիչն է Հայկ Մկրտչյանը, հիմա վտանգավոր է եւ գոլ։ Հաշիվը բացված է մեզ մոտ, գոլ հեղինակ է դառնում Հարություն Դունամալյանը 1-0։ Հարություն Դունամալյան 1-0 կարողացավ Ատլետիկոն հենց երկրորդ խաղակեսի մեկնարկում իր առաջին գրոհով ստանդարտից կարողացավ գոլ հեղինակ դառնալ եւ արդեն հաշիվը մեզ մոտ բացված է։ Հրաշալի գոլ հեղինակ դարձավ Ատլետիկոյի ֆուտբոլիստը։ Նա տեսնենք Կադիսը ինչ մեզ կառաջարկի։ Տեսնում ենք, որ առաջին խաղակեսում Հարություն Դունամալյանը ակտիվ էր գործում, մի քանի անգամ հարված փորձեց կատարել
Գադիսի դարպասին։ Ի վերջո ստացվեց նրա մոտ գոլի եղինակ դառնալ այսօր հիմա վտանգավոր էր։ Կարող է ակագրոյի նետվել ատլետիկոն։ Փոխանցում վտանգավոր է և ինչ էր սա, ոչինչ հարված է լինելու Գադիսի դարպասին, դարպասից։ Ասատուր Հակոբյանն է տեսնում ենք։ Սխալվում և խաղի կանոնները խախտեց ի վերջո։ Ախպրս ինք նրանցի կորպուսով խփեց, ես էլ իրան ընգերեց։ Որան ոտին։ Ես ինքը ժոսկա։ Կարում։ Գնացի գա։ Նորից ստանդարտ երկար փոխանցում, հեռացված է գնդակը մի փոքր նորից Դունամալյան, հարված և Ռուբիկ Ջուլակյանն է կանգնում այս հարվածի ճանապարհին կարող էր կրկնապատկել իր առավելությունը ատլետիկոն նորից հարություն Դունամալյանն էր, հարված կատարում փրկվեց։ Գադիս այս դրվագում, տեսնում ենք, որ այս խաղակեսում ստանդարտները շատ վտանգավոր են ատլետիկոյի։ Ակուլյանն է իմ այլ կենտրոնում, հերվից հարված և գոլ, 2-0, ատլետիկոն կրկնապատկում է իր առավելությունը և գոլ եղինակ է դառնում Գագիկ Ակուլյանը։ Գագիկ Ակուլյան 2-0 արդեն 2 գոլ է առավելություն ունի ատլետիկոն այս խաղում։ Հրաշալի հարված կատարեց Գագիկ Ակուլյանը և գոլ եղինակ դարձավ։ Տեսնում ենք շատ լավ են մեկնարկել երկրորդ խաղակեսը ատլետիկոյի ֆուտբոլիստները։ Հակառակ պատկերներ ընթանում առաջին խաղակեսում։ Մեկ Գադիսն է գրում, Հակոբյան, փոխանցում և պաշտպանն է հիմա փակում այս փոխանցման ճանապարհը և անկյունային է լինելու ատլետիկոյի դարպասին։ Տեսնենք հիմա էլ Գադիսի ստանդարտը։ Հակոբյան փոխանցում Տուգանային հրապարակ, Գասպարյանը հեռացնում գնդակը արված և փրկում է հիմա իր թիմին Աշոտ Գասպարյանը։ Բաբաբլոյանի հարվածից հետո, բայց այնտեղ կարծես թե խաղի կանոնները խախտել էր Հայկ Ղևոնդյանը։ Աշոտ Գասպարյանի հետ պայքարում, բայց գեղեցիկ սեյվ տեսանք կատարեց Աշոտ Գասպարյանը փրկելով իր թիմին։ Հրաշալի երկրորդ խաղակես ենք տեսնում հիմա սիրելի ֆուտբոլասերները, ատլետիկոն է հիմա էլ գրոհում, բայց այստեղ Ֆիդանյանը հիմա հրաշալի գործեց և անկյունային ի վերջո վաստակեց ատլետիկոն այս դրվագում։ Տեսնենք այս ստանդարտը փոխանցում Տուգանային հրապարակ և հարված չստացվեց հարվածը ատլետիկոյի խաղացողի։ Այլ պաշտպանությունը սխալում է Ղևոնդյանը, բայց արագ վերցրեց գնդակը Գադիսի դարպասապահ և առաջ նետեց Քիրխանյանն է ձախ եզրում։
Գալիս է կենտրոն խաղանկերոջն են փոխանցում, բայց փակեցին այս փոխանցման ճանապարհը։ Եվ հիմա էլ հեռացնում է Մարտին Ստեփանյանը գնդակը, բայց պայեց գնդակը խաղադաշտում Հայկ Ղևոնդյանը և վաստակում է ի վերջո եզրային նետում։ Ֆիդո կարի։ Նշեմ, որ զուգահեռաբար ընթացող խաղում մեկ գնդակ հետ է բերել Աջափնյակը, տեսնենք այդ հանդիպումը ինչպես կավարտվի, բայց այստեղ Ատլետիկոն հաղթում է 2-0 հաշվով և անցնում են հիմա Գրոյի։ Նորից ստանդարտ է վաստակել Ատլետիկոն, այսօր տեսնում ենք նրանց ստանդարտները շատ վտանգավոր են։ Առաջին գոլի ժամանակ տեսանք ինչպես գեղեցիկ կերպով եզրափակեցին այդ Գրո Ատլետիկոյի ֆուտբոլիստները, հիմա երվից սարված այստեղ էլ փրկվում է Կադիսը, արագ խաղարկեցին հիմա գնդակը Կադիսի տղաները, Շիրխանյան խաղարկում է Հակոբյանի հետ, աչեզրում է Հակոբյանը, փոխանցում դեպի Բաբաբլոյանը, Բաբաբլոյան հարված և փրկում է նորից իր թիմին Աշոտ Գասպարյանը։ Լավ հարված տեսանք Բաբաբլոյանի կողմից, բայց հրաշալի սեյվ կատարեց Աշոտ Գասպարյանը և անկյունային են վաստակել Կադիսի տղաները, խաղարկեցին Շիրխանյան, փոխանցում Տուգանային հրապարակ հարված և գոլ։ Ռոբերտ Ֆիդանյանը կրճատում է հանդիպան հաշիվը 2-1։ Ռոբերտ Ֆիդանյան 2-1 կրճատեց հանդիպան հաշիվը Կադիսը և նորից առաջ է գնում Բաբաբլոյանի հարվածը նորից տեսանք, բայց Գասպարյանը տեղում է։ Ինչպիսի երկրորդ խաղակես ենք հիմա տեսնում թիմերի կատարմամբ, առաջին խաղակեսում ոչ մի գոլ չտեսանք, հիմա արդեն 3 խփված գոլ այս խաղում և հիմա էլ ստանդարտ է նորից վաստակել Կադիսի և դեղին քարտ է ստանում Ատլետիկոյի ֆուտբոլիստը Ռաֆո Մկրտչյանը։ Տեսնենք այս ստանդարտը Կադիսի և նայել Ֆիդանյանը շատ բարձր հարված կատարեց այստեղ և անցավ գնդակը Ատլետիկոյին։ Ատլետիկոյի գրոջ ստացվեց, արագ տեսնում ենք փորձում էին խաղարկել գնդակը Կադիսի ֆուտբոլիստները, բայց մրցավարը չթողեց արագ խաղարկել այս իրավիճակում։
Հերթական գրոն է սկսում, Կադիսը երկար փոխանցում և Գասպարյանն է վերցնում գնդակը, կարող էր այստեղ հարված կատարել Ֆիդանյանը, բայց չստացվեց Ատլետիկոն է անցել գրոյի Ակուլյանը հարված Ստեփանյանը վերցնում է գնդակը, թույլ էր մի փոքր այս հարվածը Գագիկ Ակուլյանի, Մանաջող վայրը չտեսանք կատարեց Հայկ Ռևոնձյանը, այստեղ Հայկ անունը ի վերջո խախտել էր Ռաֆայել Ազիզյանը և նորից անցավ գնդակը Կադիսին, հերթական գրոն են փորձում կազմակերպել Շիրխանյան, 10 րոպե մնացել սիրելի ֆուտբոլասերներ հանդիպման ավարտին, այս պայն 2-1 հաշվով Ատլետիկոն հաղթում է Կադիսին, բայց Կադիսն էլ տեսնում ենք շատ ակտիվ է գործում և փորձում է հավասարեցնել հանդիպման հաշիվը, Փոխանցում հեռացված է գնդակը, կարող էր վտանգավոր լինել, նորից հեռացված է գնդակը, մնալու է գնդակը Կադիսինը, Ֆիդանյան երկար փոխանցում Տուգանային հրապարակ, բայց այստեղ Մկրտչյանն է լավ գործում և անցնում է հիմա էլ Ատլետիկոն գրոյի, բայց Հարազդա Դուրգարյանն է լավ պաշտպանվում և անկյունային է վաստակում Ատլետիկոն, նորից ստանդարտ Կադիսի դարպասին, ինչը վտանգավոր է, Փոխանցում Տուգանային հրապարակ և հեռացնում է Ավետիսյանը գնդակը, այնտեղ կարող էր հարված կատարել Ատլետիկոյի ֆուտբոլիստը, բայց չստացվեց, Մել Մկրտչյանն է հեռացնում գնդակը, Անցել է գրոյի Կադիսը, բայց նորից Մկրտչյանը հեռացնում է գնդակը, Խլեցին գնդակը, Կադիսի տղաները, Ֆիդանյանն է շարժվում առաջ, փոխանցել է պետք, Շիրխանյանը կենտրոնում է, Շիրխանյան, նորից խաղարկեց Ֆիդանյանի հետ, և հիմա շատ անհաջող այս իրավիճակում գործեց Ռոբերտ Ֆիդանյանը և գնդակը հանձնում է Ատլետիկոյին, Դունամալյանն է աչքի եզրում, բայց Դուրգարյանը նրա այդ պայքարում հրաշալի գործեց և նորից եզրային նետում ենք տեսնելու կարծես թե Ասավ գնդակը հիմա Մկրտչյանին, այստեղ Ֆիդանյանը խլում է գնդակը, շարժվում առաջ փոխանցում և
Չստացվեց հիմա փոխանցումը Ռոբերտ Ֆիդանյանի ափսոս կարող էին նրանք լավ հակագրո անցկացնել Մնում է հիմա գնդակը Ատլետիկոյին է շարունակում է նրան գրոել Փոխանցում դեպի Դունամալյանը եւ վարված չկարողացավ։ Հիմա կատարել Դունամալյանը Ստեփանյանն էլ այստեղ վտանգավոր է գործում, բայց փրկում է հիմա Հակոբյանը իր թիմին։ Մարտին Ստեփանյանը անհաջող գործեց իր տուգանայինների սահմաններում, բայց Կադիսը անցնում է գրոյի Հակոբյան Գասպարյան եւ փրկվում է հիմա Ատլետիկոն։ Սևադաոանյանը չկարողացավ գնդակ ուղարկել Ատլետիկոյի դարպասը, իսկ պաշտպանը հրաշալի է գործում եւ դարպասի գծից հեռացնում է գնդակը ուղարկի փրկելով իր թիմին վերահաս գոլից լավ հնարավորություն էր ստացել Կադիսը, բայց չկարողացավ օգտվել Այս է ինչ պահ էր, որ չկարողացավ հիմա Կադիսը գոլի վերացել ամենավտանգավոր պահը տեսանք Կադիսի այս խաղում եւ երկրորդ հարվածը հիմա Ֆիդանյանի Պաշտպանը փակեց առաջին հարվածը Շիրխանյանը կատարեց Գասպարյանը գեղեցիկ սեյվով նորից փրկեց իր թիմին ակտիվացել է տեսնում ենք այս րոպեներին Կադիսը եւ անկյունային է վաստակել Շատ քիչ ժամանակ է մնացել հանդիպան ավարտին նրանք բոլորը առաջ են գնացել եւ փորձում են հավասարեցնել հանդիպան հաշիվը փոխանցում տուգանային հրապարակ եւ հիմա Ավետիսյանը հարված կատարեց դիպավ պաշտպանին նորից անկյունային է լինելու Ատլետիկոյի դարպասին Հարկեցին արագ Շիրխանյան Տեսնենք Շիրխանյանը ինչ կանի այստեղ փորձում է հարված կատարել եւ գնդակին է խաղացել Դունամալյանը կարող է հիմա հակագրել Ատլետիկոն փոխանցել է պետք Բայց Ֆիդանյանն է լավ գործում հիմա պաշտպանությունում վտանգավոր կարող է լինել, բայց Ստեփանյանը վերցնում է ի վերջո գնդակը, հարակ խաղարկում։ Ինչ թեժ պայքար է ընթանում հիմա խաղադաշտում սիրելի ֆուտբոլասերներ։ Խելայք հանդիպման ենք ականատես լինում, խելայք երկրորդ խաղակեսի, որովհետև առաջին խաղակեսը Գոլեր չգրանցվեցին, հիմա էլ կրքերը բորբոքվում են, կարծես թե Եվ դեղին քարտ է հիմա ստանում Ատլետիկոյի ֆուտբոլիստը այստեղ խաղի կանոնները խախտել էր Տեսնենք Կադիսի ստանդարտը, Շիրխանյանն է գնդակի մոտ Հարված և Գասպարյանն է փրկում իր թիմին Ինչ էր սա Ավետիսյանը կարող էր հիմա գոլի հեղինակ դառնալ, բայց չստացվեց նրա մոտ Լարված րոպեներ են տեսնում ենք Հենց մոտ Դունամալյան կարող է հարվածել, հարված փրկում է հիմա էլ Ստեփանյանը իր թիմին ինչպիսի Գրոներ են կազմակերպում թիմերը Ինչ պայքար է հիմա էլ Ատլետիկոն է նորից գնդակով Դունամալյան և Հիմա էլ Ջուլակյանը փրկեց իր թիմին անկյունային է լինելու Կադիսի Փոխանցում տուգանային հրապարակ Ավետիսյանն է հեռացնում գնդակը Բայց խլեց արագ գնդակը Ատլետիկոն
Ազիզյան փոխանցում է Ակուլյանին, Ակուլյան հրաշալի անցում եւ խլեցին նրանից գնդակը ի վերջո Շիրխանյանն է շարժվում առաջ 3-2-ի աչից Ֆիդանյանն է փոխանցել է պետ Ֆիդանյան եւ փոխանցում հիմա չկարողացան այստեղ գոլի հեղինակ դառնալ Կադիսի ֆուտբոլիստները ինչպիսի հնարավորությունի ձեռքից բաց թողեց Կադիսը Ֆիդանյանի փոխանցումը չկարողացան եզրափակել թիմակիցները Այլ ժամանակը ձգելու համար Հովանես Դունամալյանն է տեղին քարտ ստանում Նորից Կադիսն է անցել գրոյի փոխանցում, բայց Շիրխանյանի փոխանցումը ուղղված էր դեպի Գասպարյանը եւ վերջ Ատլետիկոն կարողանում է խելահեղ պայքարում հաղթանակի հասնել Կադիսի նկատմամբ 2-1 հաշվով հաղթեց Ատլետիկոն Կադիսին հետաքրքիր հանդիպում ստացվեց երկրորդ խաղակեսը էլ ավելի թեժ պայքար էր ընթանում ինչևէ այս մրցավեճի դեռ երկրորդ հանդիպումը մյուս շաբաթ կտեսնենք այս խաղի համար այսքանն ենք պատրաստել բարի գիշեր եւ ամենայն բարիք